Գիտեք, իմ կարծիքով Վազգեն Սարգսյանը ինքը մինչև հոկտեմբերի 27-ը արված իր հայտարարություններով ու գրառումներով որոշակի պատասխաններ տվել է, որը կարելի է նաև հիմնավորում համարել։ Օրինակ Վազգեն Սարգսյանը ասում է, որ մեղրին մի օր պայթելու է Երևանի կենտրոնում, բենզինի նման ձերգանգերում եւ այլս համատեքստ։ Բնականաբար Վազգեն Սարգսյանը այդ ասելով այսօրվա իշխանություններին նկատի չուներ, չէ՞, նրանք այդ ժամանակ քաղաքական դաշտում չկային, կամ երբ որ ասում է դուք մեռոնին թույք կխառնեք, այդ ումի նկատի ուներ Վազգեն Սարգսյանը եւ ինչի նկատի ուներ։ Ինչի նկատի ուներ Վազգեն Սարգսյանը, երբ ասում էր, որ եթե կուզեք իմանալ, մեղրին ավելի կարևոր է, քան Ղարաբաղը, որ մեղրին աշխարհի մեծերին մեր տան դուռն է բերում։ Այսինքն իմ կարծիքով ամբողջ խնդիրը վերաբերվում է նույն այն աշխարհակաղակական մոտեցումներին ու լուծումներին, ինչը այսօր էլի նորից աշխարհի մեծերին մեր դուռն է բերել ու փորձում է խնդիրներ լուծել։ Թե Կարեն Դեմիրճյանից հետո նաև իր կինը իր հուշերում գրել է, որ Կարեն Դեմիրճյանը տանը պատմել է, որ կա նման տարբերակ, որին ինքն ու Վազգենը դեմ է,